Բարև ձեզ Factor TV հյուրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Թանդելյանն է, ողջույն Տիկին Թանդելյան։ Օրերս Բաքվի դատարանը հայերի դեմ այսպես գործի շրջանակում ճակերտավոր փաստաթղթեր հրապարակեց իբր Հայաստան կողմից վարձկաններ ներգրավելու շուրջ իհարկե հասկանալի է կեղծ հիմքերով ճակերտավոր դատավարությունը, բայց ես կուզեի մեր հարցազրույցում վստահ մարդկանց շատ հետաքրքիր է, սկսենք պարոն Վարդանյանի վիճակից, այն իմաստով, որ Կարմիր խաչի գրասենյակն է ըստ էության այնտեղ Ադրբեջանում արգելված խողովակ, որով հարազատները ստանում են տեղեկություններ, կուզեի իմանալ առողջական վիճակը ինչպիսին է նաև պես կոչված դատավարությունից միգուցե նորություններ լինեն, խնդրեմ։ Դուք ձեր խոսքում ասացիք հայերի դեմ, շատ ճիշտ է, որ այդ դատավարությունը ոչ միայն ոչ այնքան հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ դատավարություններ են։ Եվ ի սկզբանե այդ դատավարության նաև բովանդակությունը հենց այդպես է կառուցված եղել, որ Ադրբեջանը թեպետ իր դատարանում, իր ֆեյք դատավարությամբ, բայց եւ այնպես ունենա ինչ որ բաներ Հայաստանի դեմ օգտագործելու հետագայում, որպես ագրեսոր երկիր, ում որ թույլատրելի չեն որոշ բաներ ըստ միջազգային օրենքի, իրավունքի որպես ագրեսոր։ Դա է ինչ որ ուզում է անել։ Սա պարզ է, սա թափանցիկ է արդեն բոլորի համար հասկանալի լինի եւ ահա թե ինչու է այդքան կարեւոր դադարեցնել տալ այդ ապօրինի դատավարությունները, եթե զուտ նայենք պետության շահից ելներով։ Եվ այն նույն վարձկանների իբրև թե հանգամանքը ակնհայտ է, դուք գիտեք, մենք բոլորս դա գիտենք, որ նման բան չի եղել, չէր կարող լինել, որովհետեւ մարդիկ հայերը այս պատերազմին վերաբերվել են որպես հայրենական պատերազմ եւ մեր ուժերով ինչ կարողացել արել ենք։ Այսինքն այս ամենից պիտի ելնի, որ Ադրբեջանը ուղղակի աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ, չնայած որ հռչակագրել են, հռչակով ասում են, թե խաղաղության օրակարգ է սեղանին դրված։ Մենք պիտի հասկանանք ու հետևություններ անենք։ Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի հանգամանքին, ցավոք սրտի ավել տեղեկություն չունենք, ինչ որ դուք տեսնում եք, առողջությունը այն նույն վատթարացած վիճակում է, բայց տեսնում ենք դատավարություններին, գիտենք, որ ինքը առողջական խնդիրներ ուներ մինչ այդ էլ ու դրանք խորացել են եւ այն այսպես վկաներին իբրև թե որ իր դատավարության ընթացքում բերում են դա ամբողջությամբ այսպես խայտարակ մի ֆարս է, որովհետեւ այստեղ 90-ական թվականների պատերազմից տարբեր տեղերից, որոնց հետ Ռուբենը երբևէ որևէ առնչություն չի ունեցել, չէր էլ կարող ունենալ ըստ էության։ Վերագրում են իրեն, այսինքն։ Այո, փորձ է կատարվում եւ սա ես կարծում եմ, որ բոլորս արդեն վաղուց հետևություն արել ենք, սա իր մասին չընդհանրապես այս դատացում Ռուբեն Վարդանյանի կամ այո, որովհետեւ զինվորական էլ չի եղել եւ որևէ առնչություն ունենալ ուղակի ի բնե չէր կարող։ Պաշտոնյալ չի եղել մինչեւ այո, այս հակամարտության բնույթից ելնելով ի բնե չէր կարող լինել ինքը որևէ կողմ էստեղ, սա ուղակի դատավարությունը մեզ նստեմացնելու, հայ ժողովրդին ստորացնելու, ցույց տալու, որ ձեր ամենահայրենասեր հայրենիներից մեկը ահա ինչ վիճակում կարող է հայտնվել իր հայրենիքը սիրելու հետևանքով։ Շատ լավ, Տիկին Թանդելյան, դուք գիտեք, որ մեր ներքին քաղաքականությունում թեմա է դառնում ամեն ինչ, իրոք, ամեն ինչ, այդ թվում երբեմն նաև այդ Բաքվի դատավարությունը, վերջերս էլ որոշ այսպես քննարկումներ եղան, երբ որ հայտնի դարձավ, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, այսինքն ոչ թե միջազգային ինչ-որ չեզոք եւ վստահել, այլ ըստ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներ, պարոն Վարդանյանը պահանջել է դատարանից հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Միսկի խմբի անդամներին, Կարմիր խաչի ներկայացուցիչներ, դուք ինչ-որ տեղեկություն ունեք ամեն դեպքում սա ինչ պատմություն է։ Նախ որպես նախաբան ընդհանրապես Ադրբեջանից եկող որևէ լուրի տեղեկատվության, հատկապես ու մասնավորապես պետական լրատվամիջոցներից եկող։ Մենք պիտի բոլորս իմանանք, որ չկա այդպիսի լրատվամիջոց Ադրբեջանում, որ չի վերահսկվում պետության, մասնավորապես Իլհամ Ալիևի կողմից ուղղակիորեն։ Չի կարող այնտեղ պետական լրատվամիջոցը բան հրապարակել, որի բովանդակությունը որևէ կերպ լինի անկախ կամ լինի օբյեկտիվ։ Եվ սա մենք պիտի իմանանք, ու դրա համար ես միշտ հորդորում կոչ եմ անում մեր հասարակությանը, ընդհանրապես այո այդ ինֆորմացիան նրանք հրապարակում են, մի բան պիտի անենք, վերցնենք ի գիտություն, չքննարկենք, առավել եւս չքննադատենք, չսնուցենք իրենց հաճո այն վեճը, որ մեզանում առաջանում է եւ սադրվում է դրա հետևանքով, ու դա բնական է, բայց ես ուզում եմ մենք ավելի խելացի եւ ուժեղ գտնվենք, որովհետեւ պարտավոր ենք, մենք
պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ հիբրիդային ինֆորմացիոն եւ մենք պիտի ուժեղ լինենք գոնե այս հարթակում գիտակցելով թե ինչ պայմաններում են գտնվում մարդիկ այնտեղ 1 հայորդիները 23 հաստատված գերիները եւ երկրորդ Ադրբեջանում ինչ ռեժիմ է որ չի կարող այնտեղից գալ տեղեկատվություն որը լինի լիարժեք վստահելի կամ հուսալի հիմա գալով այդ տեղեկատվությանը եթե իրեն նայենք զուտ առանձին որպես ինֆորմացիա, ինչ կարելի է այդտեղից ենթադրել, որ այստեղ հարց է բարձրացվում այն մասին, որ Արցախյան այս հակամարտությունը Մինսկի խմբի նախագահության, իսկ Մինսկի խումբը ովքեր են Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրներ, ովքեր պաշտոնապես ներգրաված են եղել այս հարթակում, բանակցել են այս կոնֆլիկտի շուրջ, միջազգային հանրությանն է ուշադրությունը հրավիրվում գործող ղեկավարությանը Հասկանում եք, դա եթե նույնիսկ լինի, դա շատ նորմալ, ողջամիտ տրամաբանական է, որովհետև եթե հարցեր կան, դու պետք է նախագահ Տրամպին էլ հրավիրեք հարցեր տալու, որովհետև Մինսկի խմբի նախագահությունը տեղի է ունեցել նաև իր պաշտոնավարման օրոք եւ մնացած բոլոր դերակատարները։ Նույն Փաշինյանի մասով։ Որովհետև այսօր, չէ, Հայաստանի Հանրապետությունը նույնպես եղել է, չէ, Մինսկի խմբի համանախագահության մեջ ներգրաված կողմ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, հարցը այստեղ Փաշինյանը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է, որ եթե հարցեր կան, իրենք հարցերը բարձրացնում են Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև էտո վերահաբեկիչներ վարձել։ Օրինակ եմ ասում, չէ՞, պես պատերազմի վերջին, ով պիտի վարձած լիներ, եթե ենթադրել, որովհետև իրենք ինչ տալիս են իրենց լրատվամիջոցներին, ընդ պատասխան պիտի լինի։ Եթե դրանք բերում են մեղադրում են դրան, ասենք դե հարցաքննեք, օրինակ Մինսկի համանախագահող Ֆրանսիա պետությանը Հայաստանում կարող էր ահաբեկիչ ընդհանրապես լինել եւ դուք մաս կազմեիք այդ բանակցությունների։ Իհարկե չէին կարող դաշնակում էր հովանավորել ահաբեկչական խումբ։ Հետևաբար ինքը իրենով, եթե կտրված նայենք առաջարկը, ինքը վավեր է, բայց ես ամենևին կրկնում եմ գալով իմ նախորդ ասածին։ Մենք պիտի ամենը հասկանանք, որ սա տեղի ունենում ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, որքանով է ճշգրիտ արված արտահայտությունը մի բառ ավել պակաս կամ ընդհանրապես եղել է թե ոչ, միշտ ունեցեք հարցականի տակ, մի քննարկեք ու առավել եւս մի քննադատեք։ Տիկին Թանդելյան, բոլորի հույսը այն է, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կստորագրվի ինչ-որ մի օր եւ այդ թվում քաղաքական գերիները, այսպես կոչենք, կազատվեն, եկեք խոստովանենք, Ադրբեջանի համար կա տարբերություն ամեն դեպքում, ինչքան մեզ համար չկա, բայց նրանց համար կա, այսպես ասենք, քաղաքական գործիչներ, ովքեր Արցախում ղեկավարել են տարբեր ժամանակներ, նաև ռազմական գործիչներ, եւ անձինք, ովքեր չեն զբաղեցրել պաշտոններ, եղել են զինվորականներ կամ պատերազմի մասնակից, բայց Ադրբեջանը նրանց նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք ունի։ Ակնկալիքը որն է, այսինքն ինչ պարագայում, որովհետև եթե ճիշտ ասենք 2 տարին համարյա արդեն լրացավ, չէ, մեր հայրենակիցների գերեվարման եւ միջազգային որևէ ճնշում եւ այլն չօգնեց նախագահ Թրամփին է, եթե այսպես հղում անենք իշխանության ներկայացուցիչներին Փաշինյանը դիմել եւ ինչ ենք սպասում։ Ռազմական ղեկավարության համար է, որ 2 տարի է, այնտեղ կան արդեն 5 տարի բանտարկված, առավել եւս դատավճիռներ արդեն հրապարակված 20 թվականից, որոնց մասով էլ որևէ տեղաշարժ այս փուլում չկա, եւ դուք ասում եք այդ տարբերություն մեծ հաշվով մեզ համար չկա, բայց ինքը դնում է, իրենց համար կա, բայց մենք հասկանում ենք, որ այն մարդիկ էլ այդ 5 տարի որ նստած են, դատվում են միայն այն պատճառով, որ պաշտպանել են իրենց հայրենիքը, որ պաշտպանել են իրենց ինքնությունը եւ դատվում են, որովհետեւ հայ են մեծ հաշվով եւ յուրաքանչյուրս կարող ենք իրենց տեղը լինել։ Ես դա հստակ ասում եմ, նրանց համար տարբերություն չի եղել այդ առումով, թե այս ֆարսը ում հանդեպ իրականացնել։ Ինչ վերաբերվում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, ցավով ուզում եմ օբյեկտիվ անաչառ արձանագրենք, որ դա ոչ միայն Ալիևի առաջնահերթությունն է նրանց պահել, այլև այս իշխանությունները շահագրգռվածություն չունեն ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի։ Եվ երբ որ ասում ենք, որ դուք շատ ճիշտ նշեցիք, որ այդ իշխանության տվյալով իբրև իրենք խոսել են 23 գերիների մասին, բայց նախ դա Տրամպի արտահայտությունն էր, եւ մենք տեսել ենք բացառապես այդ կտորը, եւ պիտի օբյեկտիվ դատենք, որ դա խոսում է Տրամպը, շեշտադրում է այդ իր խոսույթում։ Քաղաքականներն ասում են դա իր ամեն ինչ կասեն, իրենք ասում են խաղաղությունն է, վերջ, կարող ենք ուրախանալ, բարել, պրծել ամեն ինչ շատ լավ, կպականները միշտ կարելի է։ Այսինքն չեք հավատում, որ Փաշինյանը այդ հարցը դրել է, պարոն Վարդանյանի վերադարձ։ Չեմ հավատում, շատ պարզ պատճառով, եկեք
մեր ուղեղներին թույլ տանք աշխատեն։ Երբ որ դուք ասում եք, օրինակ նախորդ հարցում հրավիրվել էր նույն Նիկոլ Փաշինյանին, ասվել էր իբրև թե համարենք, որ այդպես էր հարցաքննության, այդ նույն Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր տվել եւ ասել Ռուբեն Վարդանյանին թող հարցնեն, ով էր նրան ուղարկել, այդտեղ, որ մի հատ էլ գերի, այսինքն նա արդեն իսկ ցուցմունքներ է փորձում տալ Ռուբեն Վարդանյանի դեմ այդ տեքստով։ Մի տեքստ, որով կարող է ու այդ հարցերը տրվել է նաև նրան, շարունակվել է դատավարությունը ավելի խստացվել, դու այդ հնարավորությունն ունեցել ես եւ այդ հարցերը տալու եւ այդ խոսքով դու հոդվածներ ես ավելացրել Ռուբեն Վարդանյանի վրա։ Դու կամ չես հասկանում ինչ ես խոսում, դու կամ չգիտես քո դերակատարումը, կամ ուղղակի անմեղսունակ ես եւ որը չեմ ուզի, որ այդպես լինի, որովհետեւ ամեն դեպքում մեր պետությունը ցավոք սրտի այսօր իր ղեկավարությամբ է։ Հետեւաբար, հարգելի Ռոբերտ, այդ խոսքը միայն պիտի տեսանելի դարձնի, որ այսօրվա իշխանությունը շահառու է, որ այդ մարդիկ ու հատկապես Ռուբեն Վարդանյանը շարունակի պահվել Բաքվի բանտում, այնպես որ ես ոչ միայն այս զուտ հրապարակային վերլուծությունն եմ անում մեզ դիտողների համար, այլ նաև ինֆորմացիաներ ունեմ, որ տարբեր տեղերում, երբ որ մենք շփվում ենք միջազգային հանրության հետ, տարբեր տեղերում, տարբեր ներկայացուցիչների հետ, տարբեր պետությունների մեզ ասում են այդ պահանջները, որ դուք ասում եք լրիվ վավեր են, բայց դա պիտի կա ձեր պաշտոնական կողմից, իշխանության կողմից։ Տեսել եք որևէ փաստաթուղթ, որևէ հանդիպում, որտեղ այդ օրակարգը դրված լինի սեղանին։ Ամեն դեպքում ոնց եք պատկերացնում վերադարձի։ Վերադարձը կոնկրետ ինչ-որ մեծ պայմանագրի դեպքում, թե ես չեմ հավատում դեռ ճնշումներին ապավինում եք։ Ես միայն իշխանապողության պարագայում Հայաստանի Հանրապետությունում ռազմաքաղաքական ղեկավարությունը շանս ունի վերադառնալ։ Շատ լավ։ Շանս։ Եկեք ներքին հարցեցել, խոսեք, դուք այդ թվում մեզ հետ զրույցում չեք թաքցրել պարոն Վարդանյան եւ ձեր կուսակցության, այսպես մի բառ ասեմ, կապը, հա, այսպես ասենք, եւ չեք դադարեցրել կուսակցական գործունեությունը, չնայած որ պարոն Վարդանյանը բանտում է, ես տեսնում եմ Բաքվի առևանգված ըստ էության, տեսնում եմ դուք տարբեր, այսպես մարզերում, թիմերում մասնակցում եք ընտրությունների, կխնդրեմ ներկայացնեք ամեն դեպքում հիմա ոնց է ձեր աշխատանքը առանց պարոն Վարդանյանի այսպես։ Եվ կարևոր հարց է նորից բացահայտելու այդ հանգամանքը եւ խոսելու։ Ես ասել եմ, միշտ ասում եմ, որ մենք պարոն Վարդանյանի հետ գաղափարական ընկերներ ենք եւ կուսակցությունը հիմնադրել ենք մենք Մեսրոպ Պարաքելյանի հետ միասին եւ մեր թիմակիցների գաղափարակից ընկերների հետ միասին։ Ռուբեն Վարդանյանը երբեք չի եղել կուսակցության անդամ, այո, մեր գործընկերն է եղել եւ հովանավորել ու աջակցել է բազմաթիվ ծրագրեր, որոնք մենք ընտրվելուց հետո համայնքներում ուզեցել ենք իրականացնել։ Այդ թվում Երևանի ավականն ընտրությունում, երբ որ դուք այստեղ եք, ասում եք հավատում է պարոն Վարդանյանի այդ բարեգործական հիմնադրամով լինելու են տարբեր ծրագրեր։ Անպայման եւ ինքը եւ ինչու որտեղ ունի վստահություն մեր հանդեպ, որտեղ մեզ հետ աշխատել է, գիտի մեր թափանցիկությունը, ազնվությունը, գործին նվիրումը, ահա այդ պատճառով եւ հետեւաբար կուսակցությունը անկախ մարմին է, որը միշտ էլ եղել այդպեսին, բայց այո Ռուբեն Վարդանյանը մեր գաղափարակից ընկերն է, ում կարծիքը խորհուրդը, ինչպես ձերը, երբ որ դուք առարկայական առաջարկ եկավ, մենք լսում ենք եւ լսելու ենք բոլորինը ու հատկապես իրենը, որովհետև ես խորապես հարգանք ունեմ իր գիտական, գիտակցական հայացքների հանդեպ։ Հետևաբար կուսակցությունը այո իր գործունեությունը շարունակում է եւ նաեւ իր օրակարգում է Ռուբեն Վարդանյանի եւ ընկերների համար պայքարը Բաքվից վերադառնալու, մեր բոլոր 23 մինչեւ վերջին մարտը չգա, ես համարելու եմ, որ Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է մոռ, մինչեւ վերջին գերեվարված անձը չվերադառնա Հայաստան կամ Բաքվից դուրս գա, որովհետեւ սա է իրականություն եւ եթե մենք այդպես չվարվենք, մենք չգիտեմ ինչ դեմքով պիտի լինենք։ Եվ այս առումով մեր պայքարում նաեւ ցավոք սրտի այդ օրակարգը եւս խորքային կա, ու մենք անելու ենք ամեն բան, որ տեղի ունենա այն իշխանափոխությունը, ինչպես ես ասացի, որ բոլորը կվերադառնան միայն այդ պարագայում, ես դրան եմ հավատում, նաեւ այդ պատճառով։ Հանկարծ հարցս ոչ կոռեկտ չհամարեք, բայց առանց պարոն Վարդանյանի այստեղ ֆիզիկական ներկայության, չգիտեմ, ելույթներով եւ այլն աջակցել, միգուցե ինչ որ հարավակներ լինեն, որ նա մասնակցեր, աջակցեր եւ այլն, դուք ձեր ուժի շանսերը ինչպիսին եք համարում 26-ին։ Մենք
այդպիսի հանրահավաքային համագործակցություն նկատած կրնենք երբևէ չենք էլ ունեցել իր հետ տենց հատուկ։ Մեր գործընկերն է եղել եւ ինքը այո իր լինելով իր խոսքով մեր որպես գործընկեր ինձ այդ ձևով է իր աջակցությունը եղել միշտ։ Այս պարագայում էլ նույն ձևի մենք մեր ընկերն է հիմա չի կարող խոսել արտահայտվել մենք այդտեղ որևէ բան չունենք, բայց նույն աշխատանքն ենք անելու ինչ որ այն ժամանակ հիմա ուղղակի ցավոք սրտի առանց իր ֆիզիկական ներկայության, բայց գաղափարական ներկայությունը մենք ամեն օր զգում ենք մեզ հետ է եւ մենք դժվարին ժամանակներ ունենք, այո, ունեցել ենք էլ ավելի է դժվարացել, այո, բայց մենք ամուր ոտքի վրա կանգնած ենք ու հանուն մեր ընկերների ոճրագործությունն է տարել եւ Բաքվի ոճրագործությունն է հիմա պահում պատանդ, մենք ոտքի վրա ենք եւ նաեւ հանուն իրենց հիշատակի համար եւ իրենց անելիքի ապագա անելիքի համար։ Շատ լավ, իսկ եթե 26-ին մասնակցելու եք ընտրություններին, որովե կերպ այո 26-ին մասնակցել։ Միայնակ թե այսպես։ Հենց դա է որ քննարկման առարկան է, այսինքն որոշումը որ կուսակցությունը մասնակցելու է, մենք ունենք այդպիսի որոշում, քաղաքորհուրդը ունի, ինչ ձևաչափով դա քննարկման առարկա է, որովհետև մենք առիթ ունեցել ասելու կրկնվեմ, արդյունավետությունը մեզ համար կարևոր է։ Նույն առանձին մասնակցել, թե դաշինքով, թե ինչ ձևաչափով, մեզ համար կապ ունի դրա արդյունավետությունը։ Եվ մենք պիտի տեսնենք ավելացված արժեքը որն է մեր հայրենակիցների եւ երկրի համար։ Եթե արժեք է ավելանում որևէ համագործակցությունից, մենք պատրաստ ենք որևէ ավելորդ եւ չհիմնավորված ամբիցիաներ չունենք, մյուս կողմից մենք լավ գիտենք մեր արժեքը եւ էլեկտորալ եւ մարդկանց շրջանում եւ վարկանիշը ամեն բան, այսինքն մենք շատ առարկայական հողի վրա քաղաքական գործիչներ ենք, ովքեր հասկանում են իրավիճակը եւ նպատակը ավելի կարեւոր է, քան մեր առանձին վերցրած մասնակցության ձևաչափը։ Շատ լավ, իսկ այսպես ասենք դուք որպես քաղաքական գործիչ կունենաք հասանելիություն տալու խոստումներ, այդ թվում ծրագրերի, չգիտեմ, ֆինանսավորման կրկին պարոն Վարդանյանի բարեգործական հիմնադրամից, թե այս բան նման կապ չկա տիկին։ Գիտեք ինչպես է, երբ որ ծրագրերը լավն են, ընդունելի են, ընդունված են, ֆինանսավորողը միշտ գտնվում է։ Այստեղ հարցը նա է, որքանում է վստահում ֆինանսավորողը, աջակցողը կամ համագործակցողը անձին, ով այդ ծրագրից խոսում է։ Հետևաբար լավ ծրագրեր միշտ ունեցել են բոլորը, բայց ինչու ենք հենց մենք կարողացել ծրագրային աջակցություն ստանալ տարբեր մարդկանցից ընդ որում ոչ միայն ռումենց, այլև գործընկերներ են եղել տարբեր ծրագրեր են ֆինանսավորել, վստահությունն է իրագործողի հանդեպ։ Եվ առանց ավելորդ համեստությամբ պիտի ասեմ, մենք մեր ազնվությամբ եւ աշխատասիրությամբ այդ վստահությունը շահել ենք եւ պատրաստվում ենք շարունակել շահել տարբեր գործընկերների հետ։ Իսկ կոնկրետ դեպքում Հետևաբար ուզում եմ ասել, որ ծրագրերը, որոնք մենք այսօր գեներացնում ենք, ունենալու են աջակցություն եւ հաղթանակի դեպքում պետական բյուջեից, տարբեր շնորհներից եւ տարբեր գործընկերների հետ համագործակցությունից, որովհետեւ կրկնում եմ, մեզ համար թափանցիկությունը եւ պրոֆեսիոնալիզմը գրավական են մեր բոլոր խոստումների հետևում կանգնած։ Այնպես որ այո, կլինեն, լինելու են, ինչպես բոլոր քարոզարշավների մասնակցությամբ։ Շատ լավ, անպայման կհետևենք եւ վստահ եմ ձեզ կհյուրընկալենք նաեւ այդ փուլում հարցեր տալու։ Տեսեք, իսկ մի քիչ տարօրինակ չթվա հարցս, ձեր եւ մյուս ընդդիմադիր ուժերի տարբերությունը ո՞րն է, ասենք խորհրդանական ուժերի, որովհետեւ ուզենք թե չուզենք, կա որոշակի, այսպես ասենք, մրցակցային իրադրություն նաեւ ձեր միջև ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանալու իշխանությունը ունի իր էլեկտորատը, այսպես կոչենք պայմանական արևմտամետ ուժերը իրենց էլեկտորատը եւ երբ որ իշխանությունը ասենք ԵՄ գնալու դրոշ է վերցում, պարզ է որ օրինակ պայմանական ասած արևմտամետներից որոշակի ձայներ է տանում դուք ինչով եք տարբերվում այլ ընդդիմադիր ուժերից, ասենք Հայաստան դաշինքից կամ Դաշնակցությունից, կարող եք մի քիչ անսովոր է միգուցե հարցը, անսպասելի, որովհետեւ իսկ մեր այնքան տարբերությունը ակնհայտ է, բայց եթե այդպես չի, ես իհարկե կշեշտեմ, բացի այն որ մարդիկ, ում որ շեշտում եք եւ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն են ունեցել երկիրը ավելի լավը, որակովը, մրցունակը դարձնելու եւ մսխել են իրենց հատկացված 10+10 20 տարիները, դա փաստ է, որովհետեւ այսօր ունենք այս իշխանությունը։ Ես ես պիտի ասեմ, որ այս իշխանությունը նախորդների անգործության, կոռուպցիոն համակարգերի եւ սխալ կառավարման հետևանք է։ Այս իշխանությունը այսպեսին չէր լինի եւ չէր ծնվի, եթե մեր երկիրը նախորդ 20-30 տարիներին կառավարեին սրտացավությամբ,
առանց կոռուպցիայի, նվիրումով, մեր գյուղերը չունենային այն սարսափելի վիճակը ճանապարհային, որ այսօր մի կտոր, մի այսպես մի կիսատ ասֆալտ են անում, թե չէ այս իշխանությունները, մարդկանց թվում է, ահա եւ ամեն ինչ լուծված է աշխարհում։ Ցավոք սրտի ասֆալտով չի սկսվում, չի ավարտվում, ասֆալտը անհրաժեշտ չէր կարող դա չլիներ, բայց դա չի եղել։ Եվ այդ գործունեության հետևանք է այսօրվա իշխանությունը։ Հետևաբար այսօր խորհրդանում այդ ընդդիմությունն է, ովքեր այդ հնարավորություն ունեցել են եւ մսխել են նախորդ տարիներին։ Այդ պատճառով է Փաշինյանը հաղթում նրանց ասելով լավ լուծումներ կային։ Դա պատճառներից այո հիմնականն է եւ քանի դեռ այո եւ դա վավեր փաստարկ է ու դրա համար մարդկանց կողմից շատ արագ ընկալվող, բայց մյուս կողմից շրջվում նայում ես այս իշխանություն եղբայր 8-րդ տարին է դուք եք։ Քանի 20 տարի էլ մսխեք, հետո ասեք ինչ Այնքան էին մսխել, որ այս 40 տարում էլ չկարողացանք, Ռոբերտ ջան, կներեք, բայց դա արդեն նշանակում է ձեռ առնել հայ մարդուն, հայ միջին վիճակագրական ընտրողին, ինձ ձեզ, ուղղակի ձեռ առնել, շարունակելով մեղադրել նախկինին, որ դուք էլ 8 տարի այդ ամեն ինչը չեք արել, քանի տարի չանեք, որ համարենք արդեն էլ չեք կարող այդ տեքստն արտաբերել։ Սա ամոթ է իրենց առաջի հերթին, երկրորդը մեզ, եթե մեզ երկրորդ անգամ խաբեն։ Ուզում եմ ասել, մի անգամ երբ որ քեզ խաբում են, խաբողն է, չէ՞, մեղավոր, երկրորդ անգամ երբ որ քեզ խաբում են, դու ես մեղավոր, որտեղ դու թույլ ես տալիս քեզ երկրորդ անգամ մոլորեցնեն։ Այդ մարդիկ իրենց ծրագրերում են գրել 21 թվականի հիմնական մասը չկատարած եւ ինչ ասես բացատրություն ունեն։ Ինչ աշխատում բացատրել։ Մեր ժողովուրդը պիտի այլևս բացատրության ունկնդիր չլինի։ Չպիտի այլևս տրվի այդ բացատրությունների, միշտ կարելի է բացատրել, բայց մարդիկ տվել են խոստումներ, որոնք չեն արել։ Ասել են տեքստեր 21 թվականի, որոնց էական հանգամանք չի փոխվել, բայց իրենք փոխել են։ Ինչի՞ մի բարձ պատճառով իշխանություն պահելու։ Ես ուզում եմ պարզ լինի։ Իշխանության պահելու մոլուցքով տառապող իշխանությունը վտանգավորագույնն է։ Դրանից վտանգավոր բան չկա։ Դա նշանակում է մարդիկ ունակ են ամեն ինչի աթոռ պահելու համար, պետական շահը ներառյալ։ Եվ մեր ժողովուրդը սա պիտի գիտակցի։ Տեսեք, իսկ ինչ անի Փաշինյանը, եթե նորից իրեն ընտրեն։ Հո չի ասի, գիտեք, ինքնասպան եմ լինում, որ այլևս ինձ չընտրեն։ Շատ ճիշտ է։ Հա, կարող ենք ասել, որ մարդիկ ովքեր ես սրա պատճառների մասին հարցին կտամ անպայման։ Ուզում եք տամ միանգամից շարունակենք։ Գիտեք ինչու, որովհետև ես որպես Հայաստանի քաղաքացի, եթե համեմատության մեջ եմ, չէ՞, նայում, կա վատը, շատ վատը, սարսափելին, ահարկուն, հրեշային է եւ այլն, շատ պայմանական եմ ասում, հանկարծ որևէ ուժի վրա չպատկերացնենք, բայց երբ որ հասկանում եմ, որ վատին կարող է հրեշայինը փոխարինել, ասում եմ, լավ, գոնե վատի պայմաններում, այսպես ասենք, օրինակ որոշ ազատություններ մենք ունենք, օրինակ, հա, օրինակ կարողանում ենք գյուղապետ ընտրել կամ Գյումրիում քաղաքապետ, եւ այսպես եւ տարբերության ես ոչ թե այս իշխանության եմ ասում վատն են կամ նախկինները հրեշային են, այդպես չհասկանաք, հա, այսպես ընդհանրական, նաեւ հերոստատիտողը ինձ չմեղադրի ինչ որ իր սիրելի ուժերին, այո, պիտակավորելու մեջ։ Ուրեմն ես պարզ եւ ուղիղ ասելու եմ, որ եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ու սա հիմա կբացենք թե ինչ է նշանակում, բացառվում է Փաշինյանի վերարտադրությունը։ Ազատ եւ արդար։ Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն իրավունք ունեն գնան ընտրական տեղամաս ու դա անեն, այլ իրենց կամքը արտահայտեն ազատորեն, առանց վախերի, որ իրենց գործից կհանեն, առանց վախերի, որ իրենց քերուն գործից կհանեն, առանց վախերի, որ իսկ մենք այդ վախերը ունենք եւ մեր փորձով էլ գիտենք մարդիկ ինչպես են վարվել անդամների հետ, որ ընտրեմ ինչ որ մեկը կիմանա, ինչ որ մեկին վատ կլինի, ինչը տեղի է ունենում։ Եվ արդար, այսինքն այն ինչ մենք տեսնում ենք, օրինակ ՀՄԿ-ի արդարությունը շատ լավ է, ասենք ծառայում է եւ ամբողջ այս տարիներին ծառայել է բացառապես իշխող ուժին, որպես քարոզչա մեքենա, եւ հիմա ընտրություններին գալիս կան մարդիկ նայում են հանրային հեռուստաընկերություն, տարբեր տեղերում որտեղ լրատվամիջոցների հասանելիություն թույլ է եւ տեսնում են քարոզ անդադար քարոզ իշխանամետ քարոզ։ Գիտեք, ձեզ երբ են ՀՄԿ հարցազրույցի կանչել։ Շատ չեմ հիշում այնքան։ Ես այս հարցը ինչու եմ տալիս, որ միգուցե մեր գործընկերները այս քննադատությունը լսելով։ Ուրեմն ես այս այլ բան կպատասխանեմ, Ռոբերտ ջան, ես չեմ գնա այնտեղ անգամ, եթե կանչեն, ճիշտ է շատ վաղուց են կանչել նույն Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, որովհետև այն ձևաչափը եւ այն ձևը վարքը, որով նա հաղորդում է վարում ընդդիմադիր հայացք ունեցողների հետ, դա քարոզարշավ է հանուն իշխանություն։ Լավ, եկեք մեր գործընկերներն հանգիստ տոնեն։ Ես իրենք շփվում եմ, ծանոթ եմ, բայց դա բառացիորեն դա։ Հիմա դուք ինձ հարցեր եք տալիս շատ սուր, բայց շատ օբյեկտիվ, անկախ, ազնիվ
Ու ես նույնպես ուզում եմ այդ հարցը ինքնարարություն տալիս այդ հարցերին պատասխանելու։ Այնտեղ այդ նորություն չկա։ Այնտեղ քարոզարշավ է։ Այնպես որ ուզում եմ ասել արդարության, ազատության համատեքստում, եթե մարդիկ իրականում այն ֆեյքային ֆաբրիկան, որ հարձակում է գործում յուրաքանչյուրի վրա, այն հնարած լուրերը, որով իշխանությունը փորձում է պախարակել ու վարկաբեկել բոլորին։ Այսինքն այս վարկագծով իրենք փորձում են բարձրացնել ինչ որ իրենց վարկանիշ եւ ընտրողի վրա ունենալ ազդեցություն։ Ու նաև ադմինիստրատիվ ռեսուրս էլ չեմ խոսում, քրեական գործերը, վախացնելը մարդկանց, այդ վարկագիծը, հա, ասենք հիմա կասեք, բոլորը քրեական հոդվածների տակ են։ Հիմա կասեք, դե ինչ որ բան չկա, քրեական գործ են հարուցում։ Ինչ որ տեղերում այո, իսկ ինչ որ տեղերում միգուցե եւ կա, բայց նրանք դա օգտագործում են քաղաքական նպատակահարմարությունից։ Պրոբլեմն այստեղ այդ է։ Ոչ թե որ ինչ որ բանի համար, որ սխալ է արվել, քրեական գործ է հարուցվում կամ ոչ քրեական, այլ որ դա արվում է քաղաքական նպատակահարմարությունից։ Այն ժամանակ, երբ ընտրությունն են, այն ժամանակ, երբ այդ մարդը իրենց դեմ է խոսել, եւ ահա այս համատեքստում աշխատում է մեր իշխանությունը եւ գնում է դեպի ընտրությունների։ Օրինակ մեծացնում է Էջմիածնի համայնքի տարածքը, որ կարողանա իր մի հատ խոյի համայնքապետ ընտրված անձին, որտեղ Էջմիածնում տեխնացություն ունի, ահա խոշորացում է անում, որ այս մարդուն կարողանա առաջադրել։ Սա ազատ ու արդար է։ Սա ինչ ընտրություն է։ Դնում են նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, որ կարողանա լծակները վարչական օգտագործել։ Սա ազատ ու արդար ընտրություն է։ Հետևաբար կներեք ուղղակի միտքս ամփոփեմ։ Հիմա դուք ինձ ասում եք, բա որ ընտրեն, իրան չեն ընտրում, չէ։ Ինքը այդ ձևով ընտրել է տալիս վարչական ռեսուրսներով եւ քրեական գործերով, իրավական գործիքակազմով ամբողջությամբ։ Այնպես որ չէ, ընտրությունները այդ համատեքստում ազատ ու արդար չեն եւ Փաշինյանը եթե այդ ամենը չանի, ինքը կհավաքի մինչեւ 20%, 17% ձայն, բայց ինքը դրանով չի բավարարի, ինքը ամեն բան կանի, որ դա ձգտի 50 գումարած եւ ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, որովհետեւ խելացի կգտնվի դիմադիր հատվածը, ճիշտ կվարվի, մեր ընտրողներ այլևս այդ քվեն, այդ միամտությամբ եւ այդ վախերի ներքո չի տա Փաշինյանին անգամ իրենց այսպես կյանքի գնով։ Շատ լավ, ես եկեք համաձայնենք, որ միշտ այսպես գույների խտացումը հետաքրքիր տեխնոլոգիա է եւ ընդդիմության ձեռքի եւ իշխանության, ասենք, եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, Հայաստանը կկործանվի ընդհանրապես եւ միութենական պետության մաս կդառնա կամ եթե այս իշխանությունը մնաց Հայաստանը կկործանվի եւ մենք վիլայետ կդառնանք։ Ես երկու տեսակետն էլ պարտավոր եմ մեր զուտ այսպես հավասարակշռությունը ապահովելու համար, չգիտեմ որն է ինչքան հիմնավոր, ես չեմ ուզում այդ դաշտ մտնել, բայց եկեք ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներ կան 100 հազարավոր մարդիկ Տիկին Թանդելյան։ Եվ Փաշինյանը ասում է ես այո ծնկում էի դե ներողություն է խնդրում, ասում է ես միակ ղեկավարն եմ, որը ձեզից ներողություն է խնդրում։ Ինչի բերանով չի ասում, այլ թիմակիցներն ասում, որ տեսեք նախկին նախագահներ, օրինակ ներողություն խնդրելու այդ որակը ընդհանրապես չունեն, հա։ Պատերազմում տարածքային եւ մարդկային զոհեր, հարցս ավարտեմ, դուք այսպես քանդելով կգնաք։ Ես ունեմ այդ կարողությունը սխալվել եւ ներողություն հայցել։ Ես բերում եմ խաղաղություն։ Այո, կիսատ է այս ամեն ինչը, որ նախաստորագրել ենք։ Ընտրեք ինձ եւ կգա այդ խաղաղությունը, կստորագրենք այդ համաձայնագիրը, հետո կգնանք սահմանադրական փոփոխություններ եւ 4-րդ հանրապետություն կդնենք եւ մեր հարևանների հետ կապրենք ոչ կոնֆլիկտային եւ ոչ առճակատումային, այսպես ասենք, տրամաբանությամբ, հետեւաբար մենք, այսպես ասենք, ավելի անվտանգ կապրենք։ Ես ապահովում եմ ձեր ազատությունները, հարստացրեք եւ հարստացեք սիրելի գործարարներ եւ այլն։ Այսպես շարունակ, հա, ձեր գյուղապետին, հիանալի է, չէ՞, հիանալի է։ Ընտրեք ձեր գյուղապետին, Գյումրիում տեսեք ընդդիմությունը հաղթում է, Նոյեմբերյանում հաղթում է, տարբեր տեղեր հաղթում է, իսկ Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանի ժամանակ չէր հաղթում։ Չեք կարծում, որ ամեն դեպքում նա ունի արգումենտներ վերընտրվելու վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի ժամանակ ԿՊ անդամը նոր կյանք համայնքում դարձավ համայնքապետ։ Օրինակներ ուզում եզակի։ Օրինակ։ Քիչ էր, հա։ Նույն Վանաձորում մեծամասնություն չհավաքեց Վանաձորի համայնքապետը ՀՀԿ-ական 16 թվականին եւ տեղի ունեցավ մանդատագողություն եւ ընտրվեց տվյալ համայնքապետը ճիշտ նույն ձևին տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում մեզ հետ, երբ որ նորից չէր ընտրվել ԿՊ-ն, ընտրվել էր ընդդիմությունը, տեղի ունեցավ գողություն ճնշում ավականու անդամի նկատմամբ մանդատագողությամբ, հաջորդ տարի իշխանապողություն եղավ։
Տարբերությունը ո՞րն է, Ռոբերտ ջան։ Եվ ծնկաչոք ներողություն խնդրելը դրա համար է հարցնում, ինչի մասին է, որ ներողություն, որ զոհեր են եղել։ Ես ձեր տղան եմ, սխալվել եմ, ներեք ինձ։ Ինչի համար է սխալվել, այդ է հարցը։ Ինչն է սխալվել։ Կա մի բան, որ ասում է։ Չկա մի բան, բայց այդ բեմականացումը սիրուն կարողանում է անհետև փառահեղ հրետոր է, փառահեղ մանիպուլատոր, ինչպիսին չեն, այո, այն նախքին որևէ մեկը եւ չեն կարողանում ահա այդպես վաճառել սեփական քաղաքականությունը։ Նրանք չեն կարողանում, ինքը կարողանում է։ Ահա նաև որ ասում եք 100,000-ավոր ընտրողներ կա այդտեղ, կվիճեմ, չկան, բայց այդ մարդկանց վրա նա կարողանում է ահա այս խոնարհումներով ունենալ ազդեցություն, բայց այն որ ասում էր, այսքան հազարավոր դասալիքներ կան, նույն այդ մարդկանց երեխաներին համարելով դասալիք, մարդիկ ովքեր պատրաստ են եղել մինչև վերջի շունչը կռվել, համարել էր դասալիք, տասնյակ հազարավոր։ Նա ասում էր, ես կարող էի կանգնացնել պատերազմը, բայց կրինեին նույն հետևանքը, բայց առանց մի քանի զոհ պակաս։ Ահա թե ինչեր էին այդ մարդիկ իր համար, մի քանի զոհեր։ Այդտեղ է իրական Նիկոլ Փաշինյանը։ Թե չէ ծնկելով ներողություն խնդրել մի բանի համար, որ ըստ էության ինքը ուզում է ասի, ես այդքան էլ մեղավոր չեմ, բայց ես եթե մեղավոր ես, դի պատասխանատվություն կրես։ Պատասխանատվություն կրել նշանակում է ընդունել, որ դու այլևս ի վիճակի չես այս երկիրը կառավարելու, ժառաժական տալ ու չառաջադրվել։ Ահա դա է պատասխանատվություն վերցնելը։ Երբ որ ասում է, եկեք ինձ հետ բանավիճեք, ինչի չեն գնում։ Որտեղ բան մանիպուլյացիաները, որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինքը փառահեղ մանիպուլատոր է։ Նրան ասում են հրապարակիր փաստաթուղթ, ասա կասիկը հրապարակեմ 19-ին, իսկ ես օրինակ չեմ վստահում անգամ իր հրապարակած որևէ փաստաթղթին, որտեղ նրանք այն բաներին են ընդունակ, որ նախկինում որևէ մեկը եւ ապագայում էլ հույս ունեմ ընդունակ չի լինելու, կեղծել ամեն խոսք, ամեն թուղթ, կտրել օրինակ Սրբազանի խոսքի մի մասը, որ դու այլ տպավորություն ստանաս, հետո երբ որ լսում ես, տեսնում ես, որ համատեքստը այլ էր։ Խելացի մարդը լսում է հասկանում, որ կոնտեքստը այլ է եղել այդ խոսքերի, բայց կտրած տարածել եւ մարդկանց ատելության ալիք բարձրացնել, հետո ով կնայի ամբողջը, թե չի նայի, այդ արդեն այլ հարց է։ Ահա գործիքակազմը Փաշինյանական իշխանության եւ ահա այդ ձևով է նա ընտրվում։ Խնդիրը իմ դրանում է, եթե իմանա մարդիկ այդ այնց ամեն ինչ հասկանում, ճանաչում են կամ ժամանակ ունեն դրան տրամադրելու, որովհետեւ մի բան լսում է մարդը գնում իր գործին, պարտավոր չի ամբողջը սենց այսպես վերլուծի, ոնց որ հիմա ես եւ դուք, բայց այդ ազդեցությամբ ցավոք սրտի նա դեռ կարողանում է պահել որոշակի մարդկանց այս բաներով, առավոտյան ձվածեղներով, պատերազմի 5000 զոհ ունեցած երկրի ղեկավարի ձվածեղներն ու սրանք կներեք, ես չեմ հասկանում, կարող է ես այլ աշխարհից եմ, այլ ձև եմ մտածում, բայց ինձ համար ղեկավարը պիտի գիշեր-ցերեկ չքային, քանի դեռ 23 պատանդ ունի Բաքվում եւ քանի դեռ այդ հաղորդության օրակարգը Ալիևի կմահաճույքին է, կկրակի թե չի կրակի, կստորագրի թե չի ստորագրի։ Մեզ համոզում են, որ մի ամսական, մի քանի օրական է, այդ թուղթը ես եւ դուք հասկանում եք, չէ՞ որ դեռ ստորագրած չի։ Այն թուղթը, որը նախաստորագրվել է եւ ինքը արդեն օրերն է հաշվում։ Ինքը հուշում է Ալիևին, որ հանկարծ դեմ չգնաս այս թղթի, այլապես մի բան չանես այդտեղ, որ սրան պրինտեզիա կլինի, այլապես ես չեմ ընտրվի։ Ահա թե ինչի մասին է Նիկոլ Փաշինյանի այս օրերի ամեն օրյա խոսքն ու վարքագիծը, ինչը ավելի սարսափելի է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մանեթ Անդիլյանին։